Ծառատունկ է Ուրցաձորի սրտում։ Մրգատու ծառերին Ուրցաձորի անտառները կարոտ էին մնացել։ Յուքոմն է Արևորտի բնապահպանական ՀԿ-ի աջակցությամբ ծառատունկ կազմակերպել։ Կանաչ ընկերության մի խումբ երիտասարդներ բահով փոսեր են փորել, խնձորենիների ու այլ մրգատու ծառերի փոքրիկ շիվեր տնկել։ Նախ բնությանն ենք շատ մոտ լինում, հետո այն, որ թեկուզ մի ծառ տնկել է արդեն մեծ բան է, հա, եւ հայրենիքի համար եւ Հայաստանի համար, նաեւ մեր բոլորի համար, որ գիտենք, որ ինչ-որ մի լավ բան ենք անում։ Լավ անցնում, մթնոլորտն է լավ է եւ բարի գործի համար ենք այսպես ասած հավաքվում։ Իմ կարծիքով sense բաները շատ պետք է լինեն մեր Հայաստանում։ Աշխատանքային միջավայրում շատ ենք տեսնում, տենց շենքի մեջ թեկուզ դուրս, բայց sense աշխատանքից դուրս, այդ միջավայրից դուրս ավելի հաճելի է, մի քիչ team building է, մի քիչ ծառատունկ է։ Ավելի կանաչ տարածքներ են ուզում սերունդներին փոխանցել Յուքոմի երիտասարդները։ Աշխարհը ներկայումս կանգնած է մեծ մարտահրավերների առջև, հատկապես կանաչապատման ու մայր բնության պահպանման հարցում, եւ այս նախաձեռնություններին մասնակցելով մենք փորձում ենք մեր լուման ունենալ այդ գործում եւ գալիք սերունդներին փոխանցել ավելի քիչ խնդիրներ ունեցող եւ ավելի ապահով բնություն։ Ծառերը տնկելուց հետո կանաչ ընկերության երիտասարդները քախանում են բների կողքերը, դույլով ջուր լցնում նոր տնկած շիվերին։ Շատ ուրախ եմ, որ մեր ընկերության գլխավոր տնօրենը կարևորում է այսպիսի միջոցառումները։ Պատահական չէ, որ կանաչ ընկերության երիտասարդներն են բնությունը ոչնչացումից կանխելու կարևոր առաքելությունը ստանձնել։ Ռազմավարական ծրագիր, որ գնայի երկար տարիներ առջև եւ կպատրաստի մտածելակերպ, որտեղ այսօրվա աշխատողը այդ ընկերությունում կարող է 10 տարի հետո լինի ղեկավար այլ ընկերությունում, ու ինքը այդ մտածելակերպը դանի իր հետ եւ փորձի սերմացնի այլ նոր ընկերության մեջ։ Եվ դա է ռազմավարությունը, եւ որ ասում ենք, որ մտածում ենք ռազմավարական, մտածում ենք տարիներ առջև, որ զարգացնենք այս ամենը։ Յուքոմը ծառատունկը կազմակերպել է առանց թափոնների սկզբունքով։ Որևէ պլաստիկ իր չեն օգտագործել Ուրցաձորի անտառներում մրգատու ծառեր տնկելու ընթացքում։ Ամեն տարի Յուքոմը 10,000 ծառ է տնկում։ Լանա Համբարձումյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։